Շարունակվում է առավոտ լուսոն, այսօր մենք խոսում ենք սիրո մասին եւ սիրո ձևերից մեկն էլ բարությունն է եւ բարեգործությունը եւ առաջիկա րոպեներին մենք խոսելու ենք օգնենք հայ մանուկներին բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մասին եւ այն մոնոներկայացման, որը տեղի ունենալու այսօր եւ որի միջոցները եւս ուղղվելու են բարեգործության։ Մեր տաղավարում են օգնենք հայ մանուկներին բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Դիանա Բուլղադարյանը եւ չեմ բողոքում մոնոներկայացման ռեժիսոր Մարիամ Հովանիսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ եք օրը սկսում, 14 տարի առաջ է բեմադրվել առաջին անգամ այս մոնոներկայացումը եւ կարծես թե սա comeback-ն է, եթե կարող ենք այդպես ասել, կամ վերադարձը ներկայացման, ինչու հենց որոշեցիք անել դա հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նախ սա մեր առաջին համագործակցությունը չէ, երկրորդը առաջին comeback-ը չէ։ Ահա, էլի է եղել փաստորեն մինչև սա։ Ներկայացումը ճիշտ ասած այս վերջի հետայացքից հետո Լիաննայի հետ որ նորից անցնում էինք, մաքրում էինք, մեկ-մեկ նույնիսկ մտածում ասում ինչ էր մտքներովս անցել էլի որ վերցրել ու այդպես բեմադրել ենք, միտքը եղել է Լիաննայինը, Վարդանյան դերասանուհու, որ այսօր խաղում է, ու ներկայացումը շատ բուռն վաճառվեց տարիներ։ Այն ժամանակ, այո, դեռ մի 5-6 տարի էլ վաճառվեց, հետո 7-ամյակներ մենք մի հատ էլ վաճառեցինք ներկայացումը եւ ներկայացումը անընդհատ ուզում էր վաճառվել, բայց ոնց որ համ ինձ համար էր մի փոքր, ոնց ասեմ, թեման ավարտած չասեմ, սպառած չասեմ, բայց ինչ որտեղ գործը իր տեղին հասցրած, իր կյանքն ապրած ներկայացում էր ու հետ վերադառնալու միտք չկար, ես գնացի Մոսկվա, դերասանուհի գնաց դեկրետ եւ եղավ այդ պաուզան, այսպես ասած, եւ մեր վերջին ներկայացումն էլ ճիշտ ասած 7 տարի առաջ հենց Դիանայինք էին խնդրել, մենք դա շատ տխուր պատմություն է այս օրախորվա համար, մենք գումար էինք հավաքում եւ գումարը հավաքվեց, բայց մենք չհասցրեցինք գործը ավարտին եւ մի տեսակ դա էլ սենց մեծ բան արեց ու մենք փակեցինք ներկայացումը ու հիմա 7 տարի անց մեկ էլ Դիանան Թեբանորից երեխեք գումարա պետք ու այդպես Լիանայի հետ մտածեցինք, Լիանան առաջինը համաձայնեց, ասեց լավ, բարի անենք, ասում լավ, եթե այդպես ավարտել ենք, այդպես էլ վերսկսենք, շատ էինք ուզում ճիշտ ասած, այդ հարցը մեր մոտ սենց մնացել էր սրտի կսկից էր մնացել ու երևի թե միշտ պետքա անել առանց սպասելիքների, երևի թե այդպես։ Բեմադրության մեջ փոփոխություններ ունեք։ Անպայման։ Ճիշտ ասած մի հատ 2014 թվականի բան էր պահպանվել, սկավառակ էր, այո, պահպանվել եւ այդտեղ նայեցինք ու դերասանուհիս այսպես ասում է Լիանան ասեց ոնց որ մեկ անգամ 5-ով լսենք YouTube-ի, այնքան արագ ենք խաղացել, այնքան համ փոքր ենք, համ ակցենտները ինձ համար sense խժբժ էին թվում բան, իսկ հիմա արդեն ամբողջությամբ ինձ թվում է փոխվեց, տեմպը ընկավ, ոչ թե ընկավ, այլ տեմպը ընկավ տեղը, sense ասեմ, որ մի քիչ երիտասարդ արտիստ ես լինում, քեզ թվում է որ դու անընդհատ պետք է ինչ-որ մի բան հաղորդես, անընդհատ պետք է ուրախացնես, ծիծաղեցնես այդ ցուցադրության էգոյի sense սայթակող մասը մի քիչ ավելի ակտիվ է աշխատում, բայց հիմա ոնց որ ուզում ես ուղղակի գոյություն ունենաս, ապրես այդպես։ Եվ դերասանուհին հիանալի դա անում է։ Պիեսի մասին դեռ էլի կհասցնենք խոսել, հետաքրքիր է Դիանա ուր են ուղղվելու այս ներկայացման ողջ հասույթը ուղղվելու է փոքրիկ Լուսեին, ով ֆիզիոթերապիայի կարիք ունի, երեխան տառապում է մանկական ուղեղային կաթվածով, մայրիկը մեզ դիմեց, մենք կարդացինք երեխայի ամբողջ էպիկրիզը եւ դիմեցինք Լիանային, Լիանան մեծ սիրով աջակցեց մեզ եւ այսպես այսօր տեղի է ունենալու մեր ներկայացումը, մոնո ներկայացումը փոքրիկ Լուսեի համար։ Արդեն բոլոր տոմսերը վաճառված են, թե դեռ Կարելի է ասել այո, բայց դեռ ունենք տոմսեր, եթե ցանկացողներ կան, կարող են դիմել ticket.am տոմսարկղին եւ գնել տոմսեր, գալ փրկել փոքրիկ Լուսեին, քայլելու եւ նոր կյանք սկսելու փուլը։ Դա պետք է անել, ինչպես նաև մենք հորդորում ենք մեր հեռուստադիտողներին, ովքեր հիմա սա տեսնում են եւ ուզում են
Լավ ժամանց ունենալ, տեսնել ներկայացումը, այնուամենայնիվ կանանց սա կարող է նաև մեծապես հետաքրքրել, որովհետև սա կնոջ փնտրտուքների, սպասումների եւ առհասարակ մտորումների մասին ներկայացումը, դիտում եք ներկայացումը եւ մեծ օգնություն եք ցուցաբերում մարդկանց։ Եվ հետաքրքիր է, որ ներկայացման ընդհանուր առաքելությունը եւ նպատակը փոքրիկին օգնելն է, բայց ներկայացումը մեծերի համար է, չէ՞։ Այո, 18+։ 18+ է անգամ տարիքային սահմանափակում կա, ինչու՞։ Նախ եւ առաջ քննարկվում են 18+ թեմաներ, թեման շատ բաց է։ Սա իտալական պիես է, կոչվում է Ես սպասում եմ քեզ սիրելիս, պիեսի հիման վրա է բեմադրված, բայց թեման նախ շատ արդիական է, երկրորդը կնոջ մասին է, ով ուղղակի զրուցում է հարևանու հետ եւ դեսից դենից իր կյանքից է պատմում, բայց մենք գրեթե բոլոր թեմաները, որոնց առնչվում են կանայք, իդեպ այստեղ այս պիեսում շատ նկատելի է ինչքան նման են իտալացիները հայերին, որովհետև թեմաները գրեթե ոնց որ չէին տարանջատվում։ Եվ հետո հարևանի հետ երկար խոսելն ու պատմելն էր, չէ՞, երևի ինչ-որ։ Անպայման։ Ու այդպես մենք լսում ենք ինչպես էս կին ապրեց, ինչպես չեմ ուզում ուղղակի սփոյլ անեմ, բայց նաև ներկայացումը ինտերակտիվ է։ Մենք ունենք մասեր, երբ որ շփվում ենք հանդիսատեսի հետ եւ շատ ուղիղ հարցեր ենք տալիս, շատ այսպես ասած սուր թեմաներից ու այն ամենասկզբում երբ մենք բեմադրում էինք ես պրեմիերայից առաջ նաև իմ ընտանիքը իմ ծնողները բոլորը նայում էին ներկայացումը ես մտածում էի ես էլ Լիաննան էլ այն մտքին էինք որ երևի կասեն երեխեք ապրեք էլ չանեք բայց մի այլ կարգի բացվեց հայ հանդիսատեսը այս ներկայացման շուրջ ու առաջին ներկայացման տոմսերը մենք վաճառել էինք տենց ընկերներ բարեկամների վրա եւ այդ դահլիճի կեսը առավ մյուս ներկայացման տոմսերը ու այս ներկայացումը ոնց որ անընդհատ այդպես գնաց, բայց թեմաները էլի եմ ասում, սուր են, 18+ են, շատ անկեղծ են, շատ բաց են եւ այստեղ կար նաեւ խնդիր պահել էսթետիկան ամբողջության, այսինքն ոչ մի տենց արտարոց բան չի կատարվում, բայց քանի որ թեման այնքան բաց է, նաեւ միջավայր պետք է ստեղծվի այդպիսի վստահելի եւ շատ զարմանալի է, բայց հայ ժողովուրդը շատ վաղուց փաստորեն պատրաստ է այդ թեմաներից խոսելու, նաեւ տղամարդիկ պատկերացրեք, այո, Հետո խաղակ էլի կշարունակվի, թե մեկ անգամի համագործակցություն է եւ նախաձեռնություն։ Վերջերս էլի քննարկում ենք այդ հարցով ես եւ Լիաննան եւ եկանք այն եզրակացության, որ երևի ներկայացումը երեխայի պես բան է, որ ծնվում է, հետո իր ճակատագրով ապրում է։ Ես կարծում եմ մենք մի քիչ փոքր ենք ներկայացումից, որ ասենք ինքը դեռ կխաղա թե չէ, բայց որ ճիշտն ասեմ Մարտին էլի խնդրել են խաղանք։ Մենք դեռ հələ չենք հասցրել համաձայնվել, բայց երևի թե այո, ներկայացումն արդեն ապրում է իր կյանքով։ Վաղուց։ Այո, եւ ֆրեսկա ակումբի հետ համատեղ, որովհետեւ սա կաֆե թատրոն է, նա նաեւ ֆորմատ է, կա այսպիսի հետաքրքիր համագործակցություն, եթե այսօր գաք կտեսնեք, նաեւ տոմսերի հետ կապված ասեմ, որ այո, տոմսերը գրեթե սպառվել են, մենք ունենք դեռ տոմսեր, բայց եթե դուք շատ եք ուզում նայել ներկայացումը, եկեք մենք ձեզ կտեղավորենք դոնեյթ կանեք Լուսիայի համար, որպեսզի մենք այս գումարը հավաքենք։ Որ բարեգործական է իսկապես։ Օգնեք հայ մանուկներին բարեգործական հասարակական կազմակերպությանն անդրադառնանք, վստահ եմ այս բարեգործական ներկայացումը գործունեության ընդամենը մեկ մասն է, անցնող տարվա ընթացքում ինչ նախաձեռնություններ են ելի եղել։ Անցած տարվա ընթացքում շատ միջոցառումներ են կազմակերպել, Բարդեր ակումբի երգիչների հետ կազմակերպեցինք մեծ համերգ, որը էլի ուղեցինք 3 բալիկների բուժմանը, տարբեր միջոցառումներ են կազմակերպել, գործում ենք արդեն շուրջ 16 տարի եւ տարբեր միջոցառումներ կազմակերպելով աջակցել ենք մոտավորապես 5000 բալիկների, այսպես Բալիկներն եւ ծնողները իրենք են ձեզ դիմում, թե այո, ծնողները մեզ դիմում են, էջում գրում են նամակ են գրում, դիմում են մեզ, մենք կապնվում ենք ծնողի հետ, ծանոթանում ենք երեխայի հիվանդությանը եւ ծանոթանում ենք նաեւ բուժող բժշկի հետ, որ մեզ ներկայացնում է երեխայի հիվանդության ողջ էպիկրիզը եւ փորձում ենք ինչքանով որ կարողանում ենք աջակցում ենք փոքրիկներին։ Շատ հրաշալի։ Հետո միշտ են արվեստի միջոցով արվում այս հանգանակությունները, թե Չէ, արվել են նաև էստրադային երգիչների հետ մեր
էլի փոքրիկ մուշեղիկի համար էր, ով քաղցկեղ ուներ երեխան, Փառք Աստծո հիմա շատ լավ վիճակում է գտնվում երեխան, ճիշտ է հիմա Գերմանիայում է, բայց էլի կապը կա երեխայի հետ, խոսում ենք, կիսվում է իր առօրյայից, այսպես։ Աջակցելու այլ տարբերակներ կան, բացի այս միջոցառումներին մասնակցելը։ Այո, կան լիքը մարդիկ, ովքեր նաև կողքից են աջակցում, օրինակ Ամերիաբանկն է մեզ շատ աջակցում։ Իսկ մարդիկ, որոնք ուղղակի հիմա դիտում են եւ կուզենան դառնալ բարեգործ, կա տարբերակ դիմելու։ Կան ունենք մի բալիկ Սերոժան, որը էլի ուներ հենաշարժողական խնդիր, երբ իմացան, որ մենք ուզում ենք աջակցենք, Մոսկվայի բնակ մի բարերար ամբողջ վիրահատության գումարը վճարեց Սերոժայի, Սերոժան արդեն Փառք Աստծո քայլում է։ Դա ըստ երևույթի կարելի է անել ձեր կայքի միջոցով կամ որոնք են մեխանիզմները։ Հաշվի համարներ կան, Help Armenian Children.am մտնեն եւ կտեսնեն մեր բոլոր ներկայացումները, բոլոր միջոցառումները, ինչեր են կարել, ինչով ենք զբաղվում։ Այսքան երկար տարիներ։ Help Armenian Children.am կայքում կարող եք ծանոթանալ եւ մասնակիցը դառնալ բոլոր նախաձեռնությունների։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք ներկայացմանը, հաջողություն ենք մաղթում այսօր եւ նաեւ իր հետագա ընթացքին եւ շնորհակալ ենք ձեզ ձեր գործունեության համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Դե ինչ մենք շարունակում ենք Սիրառատ մեր առավոտ լուսոն։